Փարքներդեհին խոսենք մի երկու կարևոր հանգամանքներից, որը նույնպես ցույց է տալիս սրանց թշնամահաճո կամ ծառա լինելը։ Երբ Վաղարշապատում Էջմիածնում ընտրությունները ըստ իրենց ջախջախիչ հաղթանակով ավարտեցին, որին ես խիստ կասկածում եմ, որտեղ կասկածում են նաև տեղացիները։ Ճիվաղը իրեն թույլ տվեց նման արտահայտություն, որ Էջմիածնի հանրությունը կանաչ լույս վառեց եկեղեցու վրա արշավներ կատարելու։ Պատկերացնում եք, տեսեք, այս արտահայտությունը քանի ձևով է խոցում հայությանը եւ մեր պետականությանը եւ առհասարակ մեր միասնությանը։ Նախ ինքը ընտրությունները կեղծել է, Վաղարշապատին իրեն այդ մանդատը չի տվել։ Երկրորդ, հայ առաքելական եկեղեցին դա Վաղարշապատի սեփականությունը չէ, դա համայն հայության սեփականությունն է, բայց ինքը անջատեց, տվեց Վաղարշապատի ժողովրդին, Էջմիածնի եւ ասեց, այդ Էջմիածնի ժողովուրդը ինձ հնարավորություն տվեց հարձակվել եկեղեցու վրա։ Հասկացաք, չէ՞ ինչ տեղի ունեցավ։ Հայ առաքելական եկեղեցին համայն հայությանն է։ Այսինքն ով Էջմիածնում է ապրում, նրա սեփականությունը չէ, մնացածի համար էլ չգիտեմ ես ինչ, բոլորինս է։ Դա եթե ասենք Սևանում լիներ, չէինք ասել դա սևանցիների հարստությունն է։ Ինչպես Սևանալիճը դա սևանցիների հարստությունը չէ, դա համայն հայության Հայաստանի Հանրապետության հարստությունն է։ Ինքը փորձեց նորից անջատել։ 1. Երկրորդ, այսինքն ինքը հանձնեց դա Էջմիածինցիներին, առաքելական եկեղեցին եւ ասեց Էջմիածինը ինձ ընտրեց։ Այսինքն արդարացրեց իր գործողությունը։ Էջմիածինը իբր իր գործողությունն արդարացրել է ու ինքը եթե արշավ անի առաքելական եկեղեցու դեմ մնացածը մի խառնվեք, դա ձեր գործը չի։ Դա Էջմիածինն է, եկեղեցին ինքն էլ թույլ է տվել, որովհետեւ ինձ ընտրել է։ Հավանել է իմ գործողությունները։ Պատկերացնում եք, ճիվաղը ուր է հասել։ Եվ խնդիրը գիտեք որտեղ է, որ մարդիկ կուսակրոնությունը խախտել են։ Մեր բոլոր դժբախտությունները հաստատ բազմիցս ասել ենք ու շատ մարդ է ասել, դա տերդերի կուսակրոնությունը խախտելու մեջ չէ։ Իսկ առհասարակ ով է սահմանել այդ կուսակրոնության թեզը, գաղափարը, կարգը, օրենքը, եթե օրենք է։ Հայ առաքելական եկեղեցին։ Հայաստանի որևիցե օրենք, լինի քաղաքացիական, քրեական, վարչական, հասկանում եք, սահմանադրությունը, որևիցե օրենսգիրք կամ որևիցե կառավարության որոշում չի սահմանում, որ տերդերը պետք է կուսակրոն լինի, եթե խախտեց, ուրեմն պետք է հերն անիծենք։ Դա ամրագրված է եկեղեցու կանոնակարգի մեջ, ես չգիտեմ էլ, դες բան կա թե չէ, եթե կա։ Այդ խախտումը պետական հանցագործություն չի, պետության հանդեպ ուղղված հանցագործություն չի, այդ խախտումը։ Հանցագործություն էլ չի, եթե ինչ-որ մեկը չի բողոքել, եթե բռնաբարություն չեն արել։ Եթե տերդերը ինչ-որ մեկին բռնաբարեն ա բողոքել, դա արդեն գնար քրեական օրենսգիրք։ Բեռնեմ օրենքին։ Այդ տերդերի կուսակրոնությունը Հայաստանի Հանրապետության որևիցե օրենսգրքով կամ կառավարության որևիցե որոշումով ամրագրված չէ։ Ուստի իշխանությունը դրա դեմ պայքարելու ոչ միայն իրավունք, դրա նպատակը չկա արդեն։ Իսկ եթե ինքը դարձնում է դա նպատակ, ուրեմն ուզում է հարվածի այդ կառույցին։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն նպատակ, այսինքն հասկացանք, որ ինքն ուզում է եկեղեցուն խփի, վերջ։ Ինչու՞։ Դե արդեն Փաշազադեի պատվերները, հայտարարությունները սկզբից դե դա անում էր Էրդողանը, միշտ ասում էր Սփյուռքը եւ եկեղեցին չարիք են։ Չարիք էր, չփրթեիք, չմորթեիք, չքշեիք հայրենիքից։ Չդառնար չարիք։ Հասկանում եք, չէ՞, ինչ է տեղի ունենում։
անջատում է եկեղեցին, տալիս է Էջմիածնին, Էջմիածնում ընտրությունները կեղծում է, ինքը այնտեղ իր թեկնածուն հաղթում է, հետո ասում է Էջմիածնին հավանել է իմ աշխատանքը, ինչ որ ես անում Տերդերի գլուխը, չխառնում եք որևիցե մեկը։ Սա էս է անում։ Ելի եմ ասում, կուսակրոնությունը Հայաստանի կառավարման հետ կապ չունեցող երևույթ է։ Մեր բոլոր դժբախտությունները դեռ չեն գալի։ Ալիևը որ զինվում է, Տերդերի կուսակրոնության հետևանքով չի զինվում խախտելու։ Կամ որ ասում է Սևանը Գյոկչան, չգիտեմ, Բասար Գեչարը, Արևմտյան Ադրբեջան, դա Տերդերի կուսակրոնություն խախտելու է, չէ, դա Նիկոլի վարած քաղաքականության հետևանք է։ 44-օրյա պատերազմում Տերդերի կուսակրոնությունը չխանգարեց, որ Պուտինը, Ալիևը, Էրդողան, Նիկոլ, Ռոբերտ, Սերժիկ sense համատեղ հայոց բանակին խափելով, քցելով գեներալներն էլ հետները խափեցին։ Հողը ձեռներից տարան, ում չէ որ էլ խափելով տանում են, առանց պատերազմի։ Հիմա երկրորդ հարց է առաջանում, լավ, Գարեգինբեն իրականում ըստ իս ինքը իր տեղում չէ, մեղմ ասած։ Բայց այստեղ հարց է առաջանում, արդյոք պետք է Նիկոլը Գարեգինբեին պաշտոնաթողանի։ Մի կողմից, այսինքն պաշտոնան կանի։ Մի կողմից նայում ենք, ասում ենք, ախր ինչպես Նիկոլը, այնպես էլ Գարեգինբեն, Կրեմլի ծառաներ են։ Սրանք իրար հետ կռվելու ոչինչ չունեն, սրանց կռիվը թուլացնելն է եկեղեցուն։ Սա պայմանավորվածություն է։ Ես միշտ այդ կարծիքին եմ եղել ու չեմ փոխում կարծիքը։ Հիմա Գարեգինբեն, եթե պետք է Նիկոլը փոխի, բերելու է ավելի վատ բ։ Այսինքն եթե սա Կրեմլի հետ է աշխատում, բերելու է արդեն ամբողջությամբ Անկարայի հետ աշխատող։ Չի բերում, այս երկուսով իրար հետ գզվրտվելով եկեղեցին ժողովրդի աչքից գցում են։ Մարդկանց մոտ հիասթափություն է առաջանում եկեղեցու հանդեպ։ Եթե այսինքն ոչ փոխելն է մի բան, ստացվում է, ոչ չփոխելը։ Այսինքն այս հարցը ոնց պետք է լուծվի։ Ուրեմն պետք է Նիկոլին փոխվի, գա ազգային իշխանություն, այդ ժամանակ Գարեգինբեն էլ կհասկանա, որ ինքը դեղ անելիք չունի, ինքը դուրս կգա եւ այդտեղ ոչ թե արդեն թուրքահաբադակ, այլ արժանապատիվ մի հոգեվորական կընտրվի, կդրվի այդ եկեղեցու ղեկին եւ ամեն ինչ ինքը կհարթի, բոլորին կդնի իր տեղը եւ մարդիկ նորից կսկսեն համախմբվել, իրար սիրել, իրար հարգել, սրբադասել, կարգը այդպես պետք է լինի, ոչ թե Նիկոլի միջոցով, այլ ազգային ուժի միջոցով, ով պետք է գա իշխանության։ Հիմա տեսեք, երբ որ հալածվում է հայ առաքելական եկեղեցին, եթե նկատել եք, Հռոմը լուր է, որպես քույր եկեղեցի, այն հիշում եք Հովհաննես Պողոսը, որ եկավ, ասեց գնում եմ առաջին քրիստոնյա երկիր, Շառլն էլ որ եկավ Ցեղասպանության համարելուն Ave Maria երգեց, իր երջանկա հիշատակ Շառլ Ազնավուրը։ Բոլոր կաթողիկոսները այդպես չեն մտածում։ Հիմիկվա կաթողիկոսը, տեսեք, Ալիև ընտանիքով գնաց, հասավ այնտեղ, մերները նկարվեց, խոսեցին, ինչ պայմանեցին, եւ Հռոմը լուր է։ Բայց տեսեք, ասեք Բևերի ջանքերով Ամերիկայի սենատում լսումներ կատարվեց եւ սկսել են արդեն տարբեր օջախներում այդ հարցը բարձրացնել։ Որ առաջինը պետք է հենց Հռոմի պապը այս հարցը բարձրացներ։ Ի աջակցություն քույր եկեղեցու։ Բայց հասկանում եմ ես, որ Ալիևը այնտեղ ստոպ է արել։ Նիկոլն էլ որ գնաց, ով գիտի, այնտեղ ես էլի կասկածում եմ, նախորդ եթերներում էլ եմ ասել է, որ Ալիևը ոնց ասում է, թող դենց լինի։ Լռություն։ Սրանք բաներ են, որ պետք է հետագայում այս ամեն ինչը հստակ դրվի մարդկանց առաջ, բացադրվի, ասվի, Հռոմի պապ կլինի, այս կլինի, այն կլինի, այն կլինի։ Եկեղեցու հետ կապված թեմաներից անցնենք այս բանի, այս որ այս ծիզեռնակներից շատ են խոսում, որ գնացել են Ադրբեջան, Ադրբեջանից եկել են Ալիևի գովքն են անում, հետո էլ ասում են մեզ գործակալ ասողը գործակալ է։ Ես Ադրբեջան չեմ գնացել։ Ես Ալիևին չեմ ընդունում, ես Ալիևին թշնամի եմ համարում, բարբարոս, ցեղասպան, քոչվոր, հասկանում ես, օկուպանտ։
Ես ոնց կարող եմ Ալիևի գործակալը լինել, եթե ես քեզ գործակալ եմ ասում։ Այսինքն, եթե իմ նման մեկը այդ հնգյակի գործակալ է անվանում, դու ասում ես, ով որ ինձ գործակալ ասի, գործակալն ինքն է։ Հիմա ես ասում եմ, Ալիևը հանցագործ է, ցեղասպան է, օկուպանտ է, բարբարոս է։ Հմ ես Ալիևի գործակալն եմ։ Թե դու որ եկել ես բանից, Բաքվից եկել ես ու Ալիևի քարոզն ես անում։ Ալիևի համար պատերազմ բրձել է։ Ահա բրձել է, որովհետև խաղաղ տալիս եք։ Խաղաղ տալիս եք։ Կանգնես Բարձրաստիճան Պաշտոնյան ասեց։ Տիգրանակերտն էլ որ վերցնում են, դա էլ բարձրունք չի մնում, որոնք Ադրբեջանի ձեռքում հայտնվեն, եւ մեր բոլոր ճանապարհները իրանց հսկողության տակ է։ Աղբյուրները, ջրերը։ Մարդը ասում եմ, էդ էլ վերցրեցինք, վերջել Հայաստանը ոչ բան չի կարող անել։ Իրա բոլոր ճանապարհները մեր հսկողության տակ են։ Մարդիկ ինչից են խոսում, դուք եկել եք ասում եք, բանը, Ադրբեջանը պատերազմ բրձել է։ Ռազմական գործողություններն են բրձել, տղա։ Այս պատերազմը շարունակվում է, մարդը նվաճում է դեռ, տանում է։ Ինչ պարտադիր է զենքով տանի։ Խաղաղ տանում է։ Էսում եք խափում։ Եվ ինչ ասում ճիվաղը, թշվառը, ասում է, ով խաղաղության դեմ կլինի, իբր սա խաղաղություն է, էլի։ Խաղաղ Ալիևին հանձնելն ամեն ինչը դա խաղաղությունն է սրանց, էլի։ Սա անբարոյականություն է, խաղաղություն չէ, ես թքել եմ այդպես խաղաղության վրա եւ դրա դեմ կռիվ եմ տալու։ Բանը հասցրեցիք նրան զենքով եմ կռիվ տալու։ Այդ մեկ նագաժներ դողարեք, ու ես մենակ չեմ։ Ասում է, ով էս խաղաղության դեմ է, ասում են, նա չի կարող հայտնվել խորհրդարանում։ Նա չի կարող է սենց անել, նա չի կարող։ Այսինքն այս գլխեն ինքը համարում է, որ ճիշտը ինքն է։ Ու եթե ինչ-որ մեկն էլ էս իրեն դեմ է, ուրեմն ինքը մեղավոր է, ինքը հանցագործ է, ինքը կամ պետք է բանտում հայտնվի, կամ չգիտեմ էսին որտեղ էլ։ Այսինքն Հայաստանը դարձավ միակուսակցական, այսինքն դարձավ սովետական միություն։ Այսինքն ԿՊ-ն ինչ անում է ճիշտ է։ Բայց բոլորս գիտենք, չէ՞, որ եթե չկա ընդդիմություն, եթե ես գամ իշխանության ու բոլոր կուսակցություններին վերացնեմ, ու էսի կներեք արտադրության, էլի պատկերացրեք եկել եմ իշխանության, բոլորին կալանավորում եմ, արգելում եմ, փակում եմ, գնդակահարում եմ չեմ։ Ես չեմ կարող երկիրը առաջ տանել։ Հայտնեմ Ռուսաստանի վիճակում։ Պուտինը սպանեց, այնտեղ ընդդիմադիր չկա։ Չկա ընդդիմություն, դրա համար այդ պետությունը իր լավն ու վատը, իր ճիշտն ու սխալը չի կարողանում տարբերել։ Եթե ինձ չլինի, եթե ես իշխանություն լինեմ, ինձ չլինի ընդդիմախոս, ես իմ սխալները չեմ նկատի։ Իսկ ես չեմ կարող ասել ես 100% ճիշտ եմ։ Անսխալական մենակ հողի տակ պարգածն է, որ ոչինչ չի անում։ Իսկ երբ որ միտեղ բանտերը լցվում են խաղ բանտարկյալներով, նշանակում է այդ երկրում այդ մարդիկ ճիշտ խոսքից վախենում են, ով որ ճիշտ խոսքի ասում, բռնում են լցնում են բանտերը։ Սասնածռերը մարդկը արդեն 9 տարի բանտում է։ Չեն էլ խոսում այս մասին։ Հասկանում եք, որ սասնածռերին չհիշեն։ Եվ սա համարում եք ազնիվ կառավարություն։ Առանց ընդդիմախոսի որևիցե մեկը չի կարող երկիր ղեկավարել։ Չինաստանն էլ անգամ որ միակուսակցական է, ինքը ավելի հզոր կլիներ, ավելի շուտ Ամերիկային կանցներ, քան որ եթե լիներ բազմակուսակցական։ Այնտեղ էլ բոլշևիկներ կոնկրետ, բան կա, որ սխալ է, բայց դնում են, սեղմում են, պարտադրում են, առաջ են տանում, հետո են հասկանում, որ սխալվել են, միլիարդավոր դոլարներ են ծախսել արդեն։ Այնտեղ անում է ամեն ինչ զորով։ Ասենք աշխարհի մնացած երկրներում, այսինքն նորմալ երկրներում, անում են մրցակցային։ Ճիշտ սխալ հակադրվելով, ճիշտը առաջ է մղվում, գնում է առաջ։ Իսկ եթե հակադրություն չկա, սխալն էլ գնում է առաջ, գլխի չես, դա սխալ է, թե ճիշտ։ Հիմա Նիկոլը էդի ասում է, ով դեմ է խաղաղությանը, այսինքն իր ստորությունը անունադրել է խաղաղություն, ասում ով իմ ստորությանը դեմ է, ինքը պետք է խորհրդանում չհայտնվի, ժողովուրդը իրան մերժի, իրան պետք է սենց անենք, անենց անենք, անենց անենք, անենց անենք։ Չէ՞ տղա։ Դու ես զգում որ քո վերջի մոտ է, քո քաղաքական թիմի։ Ես զգում եմ։ Ձեզ չի հաջողվելու։ Դու չես կարող պատերազմով հայ մարդուն վախեցնել, ով ծնվել է պատերազմի մեջ, ապրում է պատերազմի մեջ, ծերանալու է պատերազմի մեջ։ Մենք պատերազմի բառից չենք վախենում։
մենք պետք է հաղթահարենք դա։ Մնացեք խաղաղությամբ։